Դե ինչ, բարի լույս, եթերում համահայկական առավոտն է US Armenia երթասության ուղիղ եթերում։ Այսօր շատ հետաքրքիր օր է, ու հատկապես կաս հետաքրքիր օր է եւ հիշարժան օր է նախկին սովետական միության տարածքում բնակվող տարբեր ազգերի ներկայացուցիչների համար, որտեղ այս մայիսյան օրերը բոլորը տոնելու են հաղթանակի օրը։ Դե ասեմ, որ սա հաղթանակ էր ոչ թե միայն ռուսների կամ հայերի, այլ ողջ ազգության։ Հաղորդման սկզբում մի փոքր կարճ անդրադարձ անենք պատմական եւ խոսենք իրադարձություններից, սակայն հյուրը արդեն տաղավարում ես կաշխատեմ այսօր քիչ-ինչ արագ ամփոփել։ Ընդամենը ասեմ, որ հենց մայիսի 8-ին 1945 թվականին Գերմանիան վերջնականապես հանձնվեց։ Իդեպ կա մի պատմական փոքրիկ շեում, որի մասին շատ չեն խոսում եւ չեն արձանագրում, ասեմ, որ Ստալինը առաջին ուրեմն փաստաթղթերի ստորագրման ժամանակ դեմ էր, որտեղ փաստաթղթերը ստորագրվել են Ֆրանսիայում, այլ ոչ թե հենց Բերլինում, որից հետո սովետական միության հրամանատարի ուրեմն պահանջով եւս մեկ անգամ փաստաթղթերը ստորագրվեցին արդեն բոլոր համակիրների հետ միասին Բերլինի մոտակայքում եւ Գերմանիան վերջնականապես հանձնվեց։ Ստալինը դա միտումնավոր էր անում, որպեսզի Գերմանիան իր կապիտուլյացիան հայտարարի ոչ թե ամերիկացիներին, ֆրանսիացիներին կամ անգլիացիներին, այլ հենց անձամբ Ռուսաստանին, այսինքն ավելի շուտ սովետական միությանը։ Լուրերը այսօր շատ են, սակայն քանի որ մեր հյուրին ներկայացնելու եմ ես եւ մենք խոսելու ենք թարգմանիչի շնորհիվ, թարգմանիչի միջոցով, դրա համար չէ ուզենա ժամանակը վատնեի մի շարք նորություններին, ավանդական այրանցների միանգամից այսօրվա հարցազրույցին ներկայացնելով մեր հյուրին։ Եվ այսպես մեր հյուրն է այսօր 13-րդ շրջանի Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների տեխնացու Ջոն Չոյը, good morning։ Good morning, բարև ձեզ։ Բարև շատ լավ է հայերեն անմիջապես։ Եվ մեզ կօգնի այսօր շփվել նրա հետ եւ թարգմանել, որպեսզի նաեւ հայալեզու բնակչությունը կարողանա հասկանալ Գևորգ Նազարյան։ Ձեր ազգանունը ավելի հեշտ է ինձ արտադրել։ Բարև եք եկել, welcome։ Կուզենա այսօր մեր զրույցը լիներ հնարավոր չափին անմիջական, քանի որ մենք զրուցում ենք առավոտյան եւ ասեմ որ առավոտյան հեռուստադիտողը հատկապես պահանջկոտ է, որտեղ մեր հաղորդման շրջանակներում զրույցից հետո փորձում ենք մարդկանց տրամադրությունը նաեւ լավացնել։ Այնպես փորձենք, այսպես ասենք, մի թեմայի շուրջ, որը քաղաքական է, հնարավոր չափին խոսել նաեւ դրականի մասին։ Ուզում եք Welcome Mr. Choi, շնորհակալություն Հովանես հրավերի համար, իսկապես can you please a little bit just give a background information, biography a little bit so the community is actually knows about your work and a little bit about your background. Sure, well, first of all, let me say I'm so excited to be here. Thank you for having me on the program. I have tried very hard to perfect Barazes, and I'm learning more Armenian every single day, so I will be better the next time I'm here. I'm an immigrant to this country. I came when I was very young. My parents brought my sister and I to Los Angeles when I was less than a year old, and it was a tough transition for our family, a little over 30 years ago. Yeah, okay. Այո, պարոն Չոյը ասում է, որ ինքը այսպես իմիգրանտ է, որպես եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներ շատ փոքր տարիքում, 1 տարեկանում եւ այսպես մեծացել է եւ շատ ուզում եմ ասեմ այդ տեսակետից մենք է շատ առումներով հասկանում ենք իրեն, այսպես ասած, եւ այո, ասում է այդպես շատ առումներով այդպես իմիգրանտի ուրեմն սկիզբը կարգավիճակ է, այո։ Դժվարություններ ունեցել է Ամերիկայում։ Hardships in the initial period that you came to. Yeah. Absolutely. It was my parents were 26 and 24 years old. They spoke very little English. In fact, it was so hard that after just about 2 months of being here, they decided to send my sister and I back to Korea while they stayed behind here in Los Angeles setting up a life for our family. Այո, ասում եմ իսկապես շատ դժվարություններ կային եւ շատ երիտասարդ են եղել ծնողները 26 եւ 24 տարեկան, ասում եմ նույնիսկ այնքան դժվարություններ շատ էին, որ նույնիսկ քույրս ստիպված վերադարձավ հետ Կորեա, որտեղից ներգաղթել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ իրենք փորձում էին մեզ համար, մյուս երեխաների համար այստեղ այսպես ասած ապագա կերտեն։
Սովորաբար հատկապես սովետական միության տարածքում ընդունված է, որ քաղաքական գործիչը պետք է լինի կամ հարուստ անձնավորություն կամ հարուստ մարդկանց հովանավորը ներքո անձնավորություն, սակայն իր պարագայում նա էմիգրանտից հասել է մինչև ուրեմն քաղաքական իշխանությունների տեխնացու, ինչի որոշեց ընտրել քաղաքական դաշտը եւ քաղաքականություն առասարակ։ Այո, so a lot of times people think like you have to be a big shot to actually be in politics, powerful, rich, and but I mean I guess it's a stereotype. But you know, John is obviously saying you're breaking that, and that's not true. And what was actually what drove you to get into politics, to get involved, you know, to run for office, John? Can you please? Well, the real reason, right? Right. Well, the real reason is it started with my family, with our experience, our history. My parents worked so hard to provide for me and my brother and sister. You know, my father worked very, very late all the time. My mother was busy trying to run around, take care of 3 kids. And I think seeing that struggle really inspired me to give back. My parents, I was lucky to have parents that could provide great opportunities for us. My sister was able to go to Yale University. I was able to go to UCLA for undergraduate as well as for law school. And I think about what it took to send us there. And with that opportunity comes a great deal of responsibility. And it's really with that responsibility that I decided that I wanted to help give back to the community, help give back to a city that's given our family so much. Այո, ասում է պարզապես այո, այդ դժվարությունները հակառակ ինձ ավելի մղեցին, որ ես պետք է ես էլ իմ, այսպես ասած, մասնակցությունը ունենամ, մեծ հաջողությունների հասանք, ինքը ուրեմն UCLA գնաց է, նույն համալսարանի դեպ որ ես էլ եմ այդտեղ շրջանավարտ եւ այդ քույրը Yale համալսարանի գնաց է, լավագույններից է եւ ասում է պարզապես ես շատ երախտապարտ եմ, շնորհակալ եմ եւ մի ձևով ուզեցի նաև ես ետ տամ այն ինչը որ այսպես ասած շատ լավ ձևով ես ստացել եմ հետ տամ համայնքին, քաղաքին, երկրին։ Այ ինձ sense մի հարց է հետաքրում Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ ինտերնացիոնալ ուրեմն երկիր է, կան տարբեր ուրեմն ազգություններ, բայց ամեն դեպքում բոլորը Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ, այսինքն ամերիկացիներ։ Ինչպես է նա տեսնում այդ ամենը, կարող է արդյոք Կորեայի ուրեմն ազգությամբ կորեացին հասկանալ հայի խնդիրը կամ ազգությամբ ռուսը պատկերացնել, չգիտեմ, չինացու խնդիրը, այդ խնդիրը նա ոնց է պատկերացնում, ազգային էթնիկական ծագման այլ մշակույթի կարող է արդյոք լիարժեք պատկերացնել մեկ այլ ամեն դեպքում ազգության խնդիրները։ So John, obviously US is a multicultural nation, which is great, you know, the diversity is great, but John is actually asking, you know, how can we understand better each other, the different beautiful cultures that we have here, and sort of have a more of a dialogue between the various cultures, communities, so, you know, actually it makes us all of us stronger. How do you actually envision that, and what can we actually do to reach a more better understanding, cooperation, even better than what we have now? Well, I think for me it started with personal relationships. I have several close friends, actually Armenian friends, who I spent hours and hours and hours with just doing what friends do, going out to eat, laughing together, talking about things. And it was really from there that my understanding of the Armenian community, and quite frankly a lot of the similarities between the Korean and Armenian cultures really began. And I think it starts just on a person-to-person basis. Absolutely. But as a council member and as a leader, elected leader of the second largest city in the country, there's a real responsibility to continue to publicly press for that type of acceptance, press for that type of exchange, and for that embracing of diversity. It is absolutely part of our responsibility to represent that diversity and embrace it here in Los Angeles. Los Angeles has a long history of being a place for immigrants, and I absolutely want to continue that record. Absolutely. Այո, ուրեմն պարոն Չոյը ասում է, որ կարևորը պետք է պարզապես ընկերներ ունենալ, դա անձնականից է սկսում։ Ասում է, ես շատ ունեմ հայ ընկերներ, որոնց հետ շատ մտերմիկ եմ եւ այդպես է սկսել։ Ես շատ բան եմ իրենցից սովորել հայ մշակույթի մասին, հայության մասին, պարզապես այդ անձնական շփումով, ընկերությամբ
ես իրենց հետ շատ մոտիկ եմ եւ նույնիսկ տեսել եմ, որ ինչքան ավելի շատ մենք նմանություններ ունենք, քան թե տարբերություններ։ Դրա համար ինքը ասում է միշտ դա ոչ թե պետք է կոչերով լինի կամ այսպես ձևական բնույթ լինի, այլ պարզապես մտերմիկ ընկերներ պետք է ունենալ տարբեր այդ մշակույթներից եւ միայն այդպիսով դու կարաս անմիջական ձևով իսկապես այդ մշակույթի, այդ ազգի մասին դու սովորես, իմանաս, ավելի մոտիկ քեզ զգաս իրեն, այդպես են կամուրջները կառուցվում։ Այ հայերը առանձնանում են նրանով, որ շատ օջախասեր են, այսպես ասենք, շատ ընտանիքահամուր է, ծնողները շատ են հոգ տանում երեխաների մասին, այսինքն կան ավանդույթներ, որոնք հիմնականում ուղղված են ընտանիքի պահպանմանը, նաև լեզվի պահպանմանը, էթնիկ ծագման մշակույթի պահպանմանը, կորեացիների մոտ դա է նմանությունը, թե ուրիշ նմանություններ նույնպես նկատել։ So John is actually saying, you mentioned that there are a lot of similarities between the Armenian culture and the Korean culture. So John is saying, you know, Armenian culture is very much traditional, family values, the family is stressed, those bonds and ties of the family. So is that what you kind of actually also meant by the similarities between the Armenian and Korean cultures? Absolutely. The Korean American community, the Korean community places a huge emphasis on family. There's a great deal of responsibility attached to being a family member. For me, for example, as the eldest son in my family, that comes with certain responsibilities, and I know that's similar in the Armenian culture. So there are absolutely a lot of similarities with the way that we are centered around our family, but there are also similarities in our history. I think we have, the Armenian experience is such a tragic one. There's been so much torment in the community. And the genocide is something that we absolutely have to recognize. We've done it here in the city of Los Angeles, and every country needs to recognize that this was part of the history. The Korean community, for hundreds of years, the history of Korea is a country that's been invaded and taken over time after time after time again. And I think that there's a deep sort of connection to other communities that have that sort of experience and that history, and it brings the community closer together. It ties the community together in that shared experience, and that's something that we both share. Դե շարունակում ենք եթերը, շատ հետաքրքիր է, որ զրույցները տեղի են ունենում, այսպես ասենք, օտար ազգի ներկայացուցիչի հետ, որտեղ մշտապես յուրաքանչյուր ազգ մտածում է, որ իր ազգը յուրահատուկ է, մոտեցումները այլ են, սակայն այս պարագայում մենք տեսնում ենք, որ նույնիսկ ասիական ժողովրդի մեջ կան ուրեմն մշակութային հետաքրքիր մոտեցումներ, նաև ընտանիքին, որոնք շատ հետաքրքիր սինխրոնանում են մեր ազգի հետ միասին։ Լավ, կուզենայի դուք թարգմանեք Ջոնի ասած խոսքերը։ Այո, նա ասաց, որ իսկապես մենք խոսեցինք նմանությունների մասին հայ եւ կորեական մշակույթների, իսկապես կան եւ շատ ճիշտ է, հիմնականում այդ մեր ընտանեկան արժեքներն են, ավանդույթներն են, սովորությունները, որոնք թե մեր մոտ, թե կորեացիների մոտ շատ ընդունված են, շատ ամուր են, եւ նա բացի դրանից նաեւ նշեց, որ ասեց, բացի դրանից ընդհանուր առմամբ մենք պատմության առումով է շատ նմանություններ ունենք, որովհետեւ հայ ազգը այո շատ հալածանքներ է կրել եւ ամենադաժանը իհարկե մեր ցեղասպանություններ, որի մասին շատ լավ պարոն Չոյը գիտի, ինքը միշտ մասնակցում է մեր ցեղասպանության։ Եվ արտաբերեց այդ բառը, կոչման, այո, իհարկե ոչ միայն արտաբերեց, այլ ինքը շատ ակտիվ ձևով մասնակցել եւ մասնակցում է բոլոր ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին եւ նա ասաց նաեւ Կորեայի պատմության մեջ է այդպիսի շատ արհավիրքներ, շատ կոտորածներ, զավթումներ, բռնազավթիչների կողմից տեղի են ունեցել։ Կորեայի պատմությունը, կորեացի ժողովուրդն էլ շատ տանջվել է, տուժել է նման շատ մոտիկ այդպես էլի կոտորածներ եւ այլն, այսինքն հալածանքներ։ Այո։ Ես կուզենայի այսպեսի հարց տալ, քանի որ առաջին մասը ուզում եմ լինի ավելի, այսպես ասենք, կենսագրական, ուսի մարդու հետ տվյալ մարդ լավ ծանոթանանք, նորից անդրադառնանք հայկական եւ կորեական մշակույթին։ Հայկական օջախում կինը շատ կարեւոր դեր ունի։ Այսինքն ունենք կանանց տոներ, նրանց մեծարման, որքան էլ տղամարդիկ փորձեն ասել, որ օջախի գլխում կանգնած է տղամարդը, ամեն դեպքում հայ կնոջ խոսքը ընտանիքում շատ պատվաբեր է եւ նա օջախի պահպանողն է։ Ինչպես է դա տեղի ունենում կորեական ընտանիքներում, ինչ դեր ունի կինը, որտեղ մեր հեռուստատողների մեծ մասը կանայք են, մեզ հետաքրքիր է, ինչպես է նրանք դրան վերաբերվում։ John is saying, again, we're talking about the similarities between the Armenian and Korean culture, which is quite interesting and important. So, the woman in the Armenian household, in the Armenian family, the woman, the wife, the mother has an important place. Yeah.
So John is saying, like, can you please tell us a little bit, like, how is it in the Korean culture and the role of the woman? Because John is saying actually a lot of our watchers are women, wives, mothers. So it's interesting to them as well. How is it in the Korean culture? Yeah. Well, the Korean culture is traditionally a patriarchal society, but we all know what that means. That means that the women actually run everything still, and so you know the traditionally, and this is changing nowadays in Korean culture, and certainly for Korean Americans is changing. But there's still the man, the father of the house, continues to play a lead role, but behind that, the mother is actually controlling everything and really is the center of the family that holds the family together as it usually is. That's true. That's true. Այո, ուրեմն պարոն Չոյը ասում է, որ իսկապես մենք էլ այսպես ասում ենք ավանդական, այսպես հայր իշխանություն է ընտանիքի մեջ եւ այլն, բայց իրականության մեջ շատ անգամ ասում եմ, որ մի քիչ խորանում ես, ավելի տեսնում ես կինը ավելի այսպես ընտանիքի հետ կապված ավելի առաջնային դիրքեր ունի, քան թե նույնիսկ բանը իհարկե որ ասում եմ մեր մոտ ընդունված է, որ այսպես հայրը իրեն տեղ ունի եւ այդպես էլ կա, բայց ասում եմ շատ առումներով է մենաշնորհ է, այսպես ասած կնգանը կնոջն է տրված որպես կին, որպես մայր եւ ասում է այո, այդպես է կորեական մշակույթում էլ է այդպես եւ կարծում եմ դա այլ զուգահեռ է։ Իդեպ նա ամուսնացած է, ունի երեխաներ, թե դա չի հասցրել։ So he's asking, did you get a chance to form your own family, wife, kids? Not yet. Well, but soon. Սովորաբար քաղաքական գործիչների, sorry about that question, սովորաբար քաղաքական գործիչների մոտ ավելի հաջող ստացվում է եւ ավելի դրական են տրամադրվում ընտրողները, երբ որ իմանում են, որ տվյալ անձնավորությունը ընտանիք ունի եւ երեխաներ։ Ջոնը դա գիտակցելով, որպեսզի շարունակի իր կարիերան, հնարավոր է միտումնավոր կամ արագ կերպով ամուսնանա, թե ամեն դեպքում պետք է անպայման սիրահարվի, որ նոր կատարի ընտրություն։ Yeah, so John is asking, like, a lot of times the politicians want to stress their family, their kids, and they kind of use that in their campaigning. So John is asking, maybe, like, are you thinking you should quickly do something like that? Or finding or you would rather wait until it's the right time and you meet that right person and form that family. He's saying, like, it's, yeah. Well, you know, there's nothing more important to me than family, and I'm very much looking forward to starting my own family, but I know that I'm not ready. Now is not the right time, and I wouldn't want to do that just for political purposes. That would be shallow and not part of who I am. But I'm really looking forward to meeting the right person and starting a family. Yeah. Չէ, բնականաբար ասում է դա այսպես ասած ես չեմ ուզում նման կեղծ կամ ձևական բնույթ կրող բաներ անել, այսպես ասած դա իմ էությունը չի, ինձանից չի բխում եւ դա պետք է ճիշտ ձևով արվի, իհարկե պետք է ճիշտ անձնավորությունը լինի եւ այլն նման ձևով են ընտանիք կազմում եւ նա շեշտեց որ կարեւորը ինքն է, ինքը ինչ է ներկայացնում, իրեն արժեքները, իրեն մոտեցումները մեր կարծում եմ ընտրողներն էլ պետք է այդպես մոտենան իհարկե բնականաբար ավելի խորը նայեն ոչ թե մակերեսային There are still 13 days left, so who knows what might happen in 13 days. Ես դու եք կատակով ասեմ, եթե հիմա Ջոնը հայտարարի, որ փնտրում է հարս իր համար հարս, այսինքն կին, որ այդ պետք է ամուսնա, կարծում եմ ընտրողների քանակը կլինի ավելի շատ, որտեղ ամբողջ Կալիֆոռնիան է այդ դեպքում ընտրություն կատարել, էլ ոչ թե միայն Հոլիվուդ։ John is saying actually if you can maybe make an announcement that you're looking for a bride, so the number of voters will actually increase. I can list my phone number in the bottom. As my հեռախոսը համարս պետք է տակ։ Okay, քանի որ ես ուզում եմ նաև որ մենք խոսենք նրա պատկերացումների մասին, եթե նա ընտրվի ինչ գործունեություն կատարի դրա մասին, բայց կուզենա այդ խոսակցությունը ամեն դեպքում նախապես ասեմ, կուզենա տեղափոխի հաջորդ մասում, այսինքն լրատվական թողարկումից հետո, բայց ամեն դեպքում ասես մի հարց այդ բաժնից գողանանք, բերենք այստեղ եւ փորձենք արտաբերել։ Այ վերջերս Բարակ Օբաման մի ծրագիր ներկայացրեց Սենատ, որը կապված էր էմիգրացիայի հետ եւ Սենատը այդ ծրագիրը չընդունեց, այսինքն խոսքը գնում էր էմիգրանտների լեգալիզացիայի մասին։ Ինչ կարծիք ունի նա այդ ամենի մասին եւ արդյոք տեղյակ է այդ գործընթացից։
So John will obviously focus much more on your platform, on the plans that you have and the programs that you have. But just a short question before the break. Yeah, just one important question before the break and before the news. John specifically mentioned this important proposition that President Obama introduced to the Congress of legalization of illegal immigrants. Unfortunately, it didn't pass. But how do you actually feel about that? I mean, his proposition, what he wanted, what he introduced, the bill, and also, you know, that whole issue of legalization of immigrants. What is your position, or how do you? Yeah. Well, as I said in the beginning, you know, our family immigrated to this country for the reason of trying to seek more opportunity and a better life, and I think that's something that everyone deserves. Having said that, I think there needs to be a comprehensive immigration reform. There needs to be a pathway to citizenship. There are nearly 12 million undocumented here in America that are already contributing, that are already part of the society, that are paying taxes, that are buying things and spending money in our economy. And I'm not for deportation. I think that's something that won't work. I think we need to develop a pathway that includes certain things like asking the undocumented to get to the back of the line. We're going to have to ask them to pay some back taxes, ask them to learn English, things like that I'm supportive of, but there has to be a pathway forward. We can't continue in this process where we have 12 million people living in the shadows. Absolutely. Այո, ասում է սա շատ կարևոր է եւ մենք ունենք 12 միլիոն ոչ օրինական փաստորեն ներգաղթյալներ, իմիգրանտներ, որոնք փաստորեն ինքը ասում է, որ շատ նաեւ կարևոր մաս են կազմում մեր հասարակության, նույնիսկ турքեր են վճարում, տարբեր տեսակի գործեր, կարևոր գործեր են կատարում, այդ մարդիկ, այսպես ասած, ստվերի մեջ չեն կարա եւ պետք է ընդհանուր հասարակության մաս կազմեն եւ պետք է լուրջ բարեփոխումներ լինեն այս հարցում եւ պետք է այս մարդիկ ինտեգրվեն հասարակության մեջ, իրենք չեն կարող ասենց առանձին կտրված լինեն հասարակությունից եւ դա է մոտեցումը, իհարկե պետք է իրենք ընդունվեն, պետք է լինեն բարեփոխումներ, պետք է վերանայվեն որոշակի օրենքներ, որ այս մարդիկ փաստորեն մեր ամեն օր մենք մեր մաս են, մեր հասարակության մաս են կազմում։ Շատ հետաքրքիր է, որ քաղաքական տեխնացուները կամ գործիչները պատասխանում են որևէ հարցի։ Իրականում հարցի պատասխանը ինչ որ միտեղ է, բայց շատ կոնկրետ երբևիցե պատասխանը չի տրվում։ Դա իհարկե բնական է, հասկանալի է, ամեն դեպքում ես հասկացա, որ նա դրական է վերաբերում այդ ռեֆորմներին։ Այո։ Եվս մեկ հարց կխնդրեի, որ կարճ պատասխաներ, որպեսզի հասցնենք վերջին 2 շաբաթվա հատկապես ընթացքում շատ դեպքեր տեղի ունեցան, երբ որ մի դեպք եղավ փոքրիկ տղան տատիկի զենքով ինքնասպան եղավ 6 տարեկան, մեկ այլ դեպք եղավ մի քանի օր առաջ մի հատ եւս մի երեխա միամիտ սպանում էր եղբորը փոքրիկ, ինչպես է նա այդ զենքի հետ կապված ռեֆորմների վերաբերում, որտեղ հիմա քարոզարշավ է գնում, որպեսզի արկել են զենք զինամթերքի ազատ վաճառքը։ Բայց ես կուզենայի այդ հարցը մենք արդեն տեղափոխենք հաջորդ մաս, քանի որ մենք արդեն պետք է ընդհատվենք գովազդով։ Հետևեք, շատ կարևոր բան է առհասարակ ընտրությունների ժամանակ լինել ակտիվը, որտեղ յուրաքանչյուր ձայնը վաղամիսօր հաստատ ձեզ համար կարող է լինել որոշիչ։ Մենք փորձում ենք ժամանակ առ ժամանակ հյուրընկալել այստեղ ուրեմն տեխնացուներին, զրուցել նրանց հետ, որպեսզի դուք իսկապես հնարավոր չափին շատ ինֆորմացիա եք նրանց ծրագրերի մասին, նրանց անելիքների մասին եւ կատարեք ճիշտ ընտրությունը։ Դե շարունակում ենք համահայկական առավոտ, ես ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր հենց նոր մեզ միացան, իդեպ ինչպես տեսակ մեր ներդիրը, այսպես ասենք, հաղորդման համահայկական առավոտ, այնտեղ ամբողջ աշխարհն է եւ գրեթե աշխարհի բոլոր մայրաքաղաքի խորհրդանիշներն են, որոնց շուրջ բարձրանում է հայկական դրոշը։ Իհարկե դա ինչ-որ չափ նաև իրականություն է, որտեղ հայերը սփռված են գրեթե ամբողջ աշխարհով, բացառություն չէ կազմում նույնիսկ ծայրամասային ուրեմն երկրները, բայց այսօր մենք խոսում ենք մեկ այլ թեմայի մասին, մեր Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող հայերի մասին, նրանց հետագա ծրագրերի եւ ճակատագրի մասին, քանի որ այսօր մեր հյուրն է Ջոն Չոյը, որը հանդիսանում է 10-րդ շրջանի, Լոս Անջելեսի 10-րդ շրջանի քաղաքային իշխանությունների ուրեմն ընտրությունների տեխնացու եւ մեզ այսօր օգնում է
նրա հետ շփվել եւ թարգմանել Գևորգ Նազարյանը։ Եվս մեկ անգամ բարի լույս, ողջույն։ Ողջույն։ Մեր հաղորդաշրջանակներում եւ ես ունեի հարց, որը ուղեցի պարոն Ջոնին, կապված տխրահարճակ այդ դեպքերի հետ, որոնք վերջերս հատկապես շատ են շատացել, բազմացել են նման ուրեմն դժբախտ պատահարներ, ինքնասպան եղան երեխաները, զենքի կիրառմամբ տանը բազմաթիվ դեպքեր տեղի ունեցան եւ ես հարցեցի ինչպես է նա վերաբերվում այդ ամեն ինչին։ Հիմա կուզենայի որպեսզի նա պատասխաներ դարձին։ John, so we actually left off on the issue of gun control. How do you actually feel about that? I know it's kind of controversial, but it's at the same time quite important. So what is your position? How do you feel about that? Well, you know, we have seen so many tragedies in the last several years that involve guns, large-scale shootings, but we also have gun-related incidents every day in big cities like Los Angeles and across the country. I grew up around guns, actually. I grew up as a Boy Scout learning how to handle and fire a gun safely and responsibly, and I know that there are a lot of other responsible gun owners out there across the country, but I think we really need to strengthen our laws around gun control. I think that universal background checks is an important piece of legislation to pass. I think we need to continue to close loopholes around that include gun shows and how easy it is to acquire large-scale magazines. I think the ability to have really large clips is dangerous and isn't something that is necessary for the hunting aspects of gun for gun owners. So I think that there's smart legislation that we need to pass. It continues to be a real problem in our country, and I think we can do better by looking at smart legislation. Այո, նա ասում է, որ նախ եւ առաջ ես էլ եմ փոքր տարիքից այսպես մեծացել զենքին անծանոթ չեմ եղել, հակառակը ծանոթ եմ եղել, որտեղ լինելով սկաուտ շատ ոնց որ առնչվել է ինքը զենքերի հետ, բայց նշեց, որ որպես շատ ինքը մեծ պատասխանատվություն է կրել եւ հենց դա էլ իրենց սովորացրել են ոնց լինել պատասխանատու զենքերի հետ եւ նա ասաց իմ կարծիքով որոշակի զենքեր կան, որոնք իսկապես, այսինքն այդ ինքնաձիգերը եւ այլն նման տիպի հրազեն զենքերը, որոնք ավելի դրանք են, այսինքն մասսայական սպանություններ եւ այլն, որ ցավալի է շատ լինում են, դրանք են շատ անգամ պատճառ լինում։ Դրա համար պետք է օրենքը այսպես բավականին այդտեղ խրթին այնտեղ հարցեր կա, թե ինչ տիպի զենքեր են, այդ հրաձիգը ինչ տիպի զենքեր են, այսինքն ինքնաձիգ է կամ ատրճանակ է, ինչ է եւ օրինակ շատ այդ ինքնաձիգերից կան, որ շատ մեծ, այսպես այդ մագազինը շատ մեծ է եւ այլն եւ ասում է շատ անգամ դա է, որ այսպես մասսայական սպանության պատճառ է բանում, բայց իհարկե նա շեշտը դրեց, որ նման պետք է այնտեղ օրենսդրությունը պետք է բոլոր այս հանգամանքները այո հաշվի առնի։ Okay, լավ, քանի որ մենք այսօր հավաքվել ենք եւ խոսքը գնում է քաղաքային իշխանությունների տեխնացուի մասին, եկեք խոսենք արդեն քաղաքի մասին։ 10-րդ շրջանը, որքանով հասկացա, դա Հոլիվուդն է, որտեղ մեծ քանակությամբ ապրում են նաեւ հայ ազգի ներկայացուցիչներ։ Եկեք սկսենք արդեն անդրադառնալ հենց կոնկրետ քաղաքին, քաղաքի խնդիրներին։ Սովորաբար ընտրություններից առաջ բոլոր տեխնացուները խոստումներ են տալիս, դա փաստացի այդպես է, շատ դեպքերում լինում է, որ խոստումները իրականանում են, շատ դեպքերում լինում է, որ խոստումները պարզապես փոշիանում են, երբ որ ընտրությունները անցնում են։ Ես կուզենայի խոսենք այսօր նախընտրական որոշակի ծրագրերի մասին, իսկ առաջին հարցս հետևյալն է, որքանով է ինքը ծանոթ եւ որքանով է առնչվում հենց քաղաքային խնդիրների հետ։ Այո, so John, obviously John is saying like a lot of time we'll hear this different programs, pledges, even promises by different politicians. It's natural, it's normal, but at the same time, a lot of the time, there are specific things that the voters, actually the citizens, want to hear and know. So his basically, what is some of your program and platform that you have, and how much are you aware and know some of the problems that the city is facing? The 13th district is facing, Hollywood, Silver Lake area is facing some of those issues. How aware are you, and what is your platform and program to relieve some of the issues and problems that the district is facing? Sure. For the last 10 years, I've been working in local government, working on the everyday problems that affect neighborhoods throughout the entire city, including the 13th district.
in Hollywood, in East Hollywood, Silver Lake, Echo Park, many of the neighborhoods that are part of the 13th district, we have tremendous challenges, but also a lot of opportunity. One of the biggest things that we're struggling with in Los Angeles is getting our local economy going. Too many people are still out of work. We have double-digit unemployment throughout the city, higher than the rest of the nation's average. We need to get our economy back on track. That means making it easier to open and operate businesses in the city of Los Angeles. That means looking at modifying and probably reducing our business taxes here in Los Angeles to be able to give business owners the ability to create more jobs, hire more people. And we need to make our permitting process much easier. So it is too difficult to get open. There is miscommunication between city departments, and it makes it incredibly challenging to get our economy going again. I think that's the #1 priority right now. Absolutely. Այո, շատ լավ մոտիկից գիտեմ, ասում եմ պարոնջոյ այլ խնդիրները, որոնք այդ 13-րդ ընտրաշրջանում են, որը փաստորեն այդ քաղաքային խորհրդի կարևորագույն ամենամեծ շրջաններից է, իրեն մեջ ընդգրկում է, ինչպես ասեցիր, Հոլիվուդը, կից նաև շրջանները, այդ Silver Lake, Echo Park, արևելյան այդ Հոլիվուդի մասը, որոնք մենք գիտենք շատ հայաբնակ է, մեր հայրենակիցներից շատ-շատերը հենց այդտեղ են բնակվում եւ նաեւ պարոն Չոյը նշեց, որ ելի կարևորագույն խնդիրներից է տարբեր տեսակի հենց տեղում գործերի ստեղծումը, այո, որ բավականին մեծ են այն ուրեմն ոչ աշխատուն, այսինքն աշխատողներ կան, որոնք մինչև առայսօր գործ չունեն, որոնց պետք է գործով ապահովել տեղում տարբեր տեսակի հաստատություններ, ձեռնարկություններ ստեղծելով հենց այդ շրջանում, որովհետև շատ են այս վերջի տարիներին շրջանից եկել եւ ինքը ասում է այո շատ անգամ այդ բյուրոկրատական խնդիրների պատճառով, որը ճիշտ չեն հասկանում այն ներկայացուցիչները, որոնք պետք է ճիշտ ձևով դա անեն, նման հարցեր չեն լուծվել եւ ինքը շատ մոտիկից գիտի ինչ պետք է անի։ Դե ինչ, բարի լույս եւս մեկ անգամ շարունակում ենք հաղորդումը գնանք միջումից հետո եւ հարցին գրեթե ամբողջությամբ կարելի ասել պատասխանեց, որքանով ես հասկացա, խնդիրներին նա ծանոթ է ամեն դեպքում։ Հիմա կուզենայի հասկանալ, թե ինչ դերակատարություն իրականում ունեն քաղաքային իշխանությունները ընտրվելու դեպքում, հենց քաղաքի թե արտաքին տեսքի, թե սովորական բնակչի վրա։ Այսինքն քաղաքային իշխանությունները որոշիչ խոսք ունեն քաղաքի ճարտարապետության մենակ մասով, չգիտեմ, աղբի ախտահանման, շենքերի վերակառուցման, թե դա անմիջապես կարող է առնչվել յուրաքանչյուր բնակչի հետ եւ ինչ ձևով դա կարող է առնչվել։ Այսինքն մարդը տվյալ անձնավորություն ընտրություն կատարելով, ինչ կարող է նրա կյանքում, անձնական կյանքում փոխվի, եթե նա կատարի ընտրություն, տեխնացուի որի ծրագիրը, չգիտեմ, այս կամ այն հավանականություն ունի։ Այսինքն ինչ դերակատարություն ունի իրականում իրատեսական տվյալ անձնավորության համար քաղաքային իշխանությունը։ Ayo. So John, what can an average citizen expect some of the changes from the representative of a city council? So what can a city council member do to change the life of that individual that lives in that district, the constituent, the citizen, the resident of the district? What are some of the responsibilities that a city council member actually has that can affect that change personally in the life of that person living in that district? Well, it's really the local level of government, and especially the city council, that has the most day-to-day impact on the everyday lives of residents of the city. So the city council is really responsible for your neighborhood. And so the safety of your neighborhood, the cleanliness of your neighborhood, the streets, the condition of the streets, the sidewalks, the trees, these are all the day-to-day things that people care about most in their lives on an ongoing basis. And the city council has the ability to bring services into your neighborhood. It gets to decide what gets built in your neighborhood and what doesn't. It works very, very closely with the fire department and the police department and funds those departments to make sure that we have fast response times in the case of an emergency. So when you think about the issues that people really care about every day, much more than a president, much more than a governor, the local level of government, and especially the city council, is responsible for all of those things. Yeah, absolutely. Այո, ասում եմ հենց դա ամենակարևորագույն պատասխանատվությունը եւ այն ունեն եւ այն փոփոխությունները կամ այն ծրագիրները, որ իրենք իրագործում են, հենց անմիջապես, այսպես ասած, այդ բնակիչը իրեն մաշկի վրա զգում է այդ տվյալ տարածաշրջանի բնակիչը
այս ընտրաշրջանի, որը 13-րդն է, կապ չունի, բայց այս տեղական մարմինները, քաղաքային մարմինները, տեղական իրենց այդ ուրեմն ծրագիրները, այն բաները, որ իրենք իրագործում են, ամենակարևորագույնն են եւ Պարոն Չոյը նաև նշեց ավելի, որ այսինքն օրինակ թե կանաչապատման հետ կապված, մաքրության հետ կապված, թե քիչ առաջ որ խոսում եք նույնիսկ գործատեղեր ստեղծելու հետ կապված, այսինքն ամենաառաջին եւ կարևորագույն օղակը դա տեղական քաղաքային մարմիններն են, ոստիկանների քանակը եւ այլն, այսինքն նահանգային եւ դաշնային մակարդակով դա ավելի հեռակա է, կտրված է, անմիջական է եւ ամենակարևորագույն օղակը հենց առաջին օղակը տեղական մարմինն է, որը այս պարագայում քաղաքային խորհուրդն է, որը եւ այդ բնակիչը, որը ընդգրկում է իրեն, որ պետք է ընտրի իրեն ներկայացուցիչը քաղաքային խորհրդի Լոս Անջելեսի ամենակարևորագույն մարմինն է։ Այսպեսի մի հարց տանք թեմայից մի քիչ դուրս, շատ տարբեր երկրներում, կարծում նաև Կորեայում նույնպես կան սնահավատություններ, տարբեր տեսակի ավանդական ուրեմն բաներ, մարդիկ սև կատու է անցնում, ասենք կապում են դա անհաջողության հետ, կամ չգիտեմ, ինչ որ մի թալիսման են գտնում, փորձում են ամբողջ կյանքը իրենց հետ պահել, 13-ը ամբողջ աշխարհում ընդունված է որպես անհաջող թիվ, հա, շատ մարդկանց համար, արդյոք նա սնահավատ է եւ նման բաներին հավատում է թե չէ եւ նրա վերաբերում թե սնահավատության So John is actually asking, like, a lot of people are kind of superstitious, they have different superstitions. Some people actually feel that the number 13 is not a lucky number. So how do you feel about that? You know, it's like, do you actually believe that? Like, is that because you're in the 13th district? Well, I actually think the 13th is a really great number in the city of LA. The 13th district is such an amazing place. Yeah. It represents everything that's great about Los Angeles, all of its diversity, all of its opportunity. It has the neighborhoods of Hollywood and Silver Lake and Atwater Village, but it has neighborhoods like Little Armenia. And Thai Town, and some cultural centers, historic Filipino town. Really, what is the beauty of Los Angeles is all embraced in the 13th district. So I'm really lucky to have the opportunity to represent that district. Ասում ես իրենց համարում եմ 13 թիվը շատ բախտավոր թիվ է, շատ լավ թիվ է եւ օրինակներ բերեց, ասում եմ ոնց կարամ տենց չհամարեմ Little Armenia-ի նման տարածքը մտնում այդ 13-րդ ընտրաշրջանի մեջ, ինչպես որ վատ թիվ է, էլի, եւ մնացած այդ Filipino town, Thai town եւ այլն, ասում եմ շատ լավ մարդիկ են, շատ լավ ուրեմն ընտրաշրջան է տարածք է եւ ես բախտավոր եմ որ հենց այդ պետք է ներկայացնեմ 13-րդը իմ բախտավոր թիվն է։ Դե ինչ բարձրացնում որ մեր հյուրը սնահավատ չի, այլ հակառակը այդ թվին շատ ավելի դրական է վերաբերվում։ Հիմա արդեն կուզենայի խոսենք կետ առ կետ կամ եթե հնարավոր է մի քիչ ավելի մանրամասն բացենք մի քանի կետերից կոնկրետ նրա ծրագրի, այսինքն եթե տեխնացուին պետք է ընտրենք, պիտի հասկանանք թե ինչ ծրագիր է նա առաջարկում, կամ մի քանի կարևոր կետեր, որոնց մասին նա այսօր կուզենար խոսալ։ Այո։ So John, like we talked a little bit about your programs, but can you please elaborate more about the platform that you have, some key crucial points of your platform that you're going to introduce so our voters, the viewers can be, you know, they're actually familiarize themselves with the platform? Absolutely. So on top of getting our local economy going, there are a couple of other things that I'm very, very focused on. One is increasing public transportation throughout the city of Los Angeles. We have a city that is broad and it spreads out over a lot of area, and we have many, many people who want alternatives to being stuck in their cars in traffic. People that are transit dependent, like seniors who need to be able to move around this city. So we need to build a comprehensive public transportation network across the county, including the city of Los Angeles. I've actually done a lot of that work, was part of a coalition to help bring hundreds of millions of dollars to Los Angeles to actually build public transportation that will connect to the airport for the very first time in the city's history. And we're also going to be accelerating several other projects throughout the city. Public transportation has to be a part of LA's future. Absolutely. Yeah. Շատ այո, նա ասած շատ կետեր կան, շատ կարևորագույն իմ այդ պլատֆորմայի մեջ կետեր կան, ծրագրի մեջ, բայց ամենակարևորներից են, որ ես համարում եմ, որ այդ խնդիրը բոլորս է գիտենք, դա տրանսպորտի հարցն է։ Բոլորս տեսնում ենք, չէ, այդ խցանումները եւ այլն, եւ ասում եմ, ես շատ հանգանալուծային ծրագիր ունեմ, ոնց պետք է տրանսպորտի հարցը լուծենք։ Մասնավորապես նա ասած նաև շատ խնդիրներ են առաջանում օդանավակայանի հետ կապված, հենց Լոս Անջելեսի հետ կապը, այո, այդտեղ են շատ խցանումներ լինում։ Բացի դրանից, պարզապես սովորական, որ մեր բնակիչները
տարեցները եւ այլն, որ իրենք էլ հնարավորություն ունենան շատ ավելի այդ հանրային տրանսպորտից օգտվեն եւ առհասարակ բոլոր բնակիչները կարողանան օգտվեն եւ ինքը հենց ասում է, որ քաղաքային խորհրդում ես պետք է մտցնեմ այդ ծրագիրը։ Շարունակում ենք համահայկական առավոտը, ստացվում այնպես, որ դու անում ես այսօր կրկնակի աշխատանք եւ հայերեն եւ անգլերեն, ինչը ամեն դեպքում շնորհակալություն քեզ դրա համար, շարունակենք թեման, այ խոսացինք քաղաքային տրանսպորտի մասին, իրոք ակտուալ թեմա է կարծում եմ այսօր, հատկապես տարեց մարդկանց համար, դեռևս չգիտեմ մանրամասն ինչ ծրագիր կա այդ ուղղությամբ, որպեսզի շփվի, բայց եկեք շարունակենք ծրագրերի թեման, որն է եւս մի քանի կետեր, եթե կան, որոնք որ պատկերացնում են օրինակ կարևոր են եւ ընտրվելու դեպքում շատ ուշադիր են այդ կետերի նկատմամբ եւ ռեալիզացնելու այդ աշխատանքը, որոնք են դրանք։ Այո, John, we talked a little bit about your program, the platform reforms in transportation, which is great, what you're going to introduce. Is there something more that you wanted to add about that point in terms of improving our transportation here, the traffic problem that we have, and also maybe a little bit more about different points of the platform, but maybe if you have something to add to the issue of solving the transportation issue. By the time I'm finished in the city council, I want Los Angeles to no longer be known as the car capital of the world. Los Angeles historically has been built around freeways and spreading the city out. I want to bring the city back together. That means expanding public transit. That means expanding bicycle usage throughout the city. We really have to plan for the future, and that's why I'm running for the city council. We really need to continue to implement those plans now around public transportation. But there are a lot of other issues that are important. Public transportation is directly tied to housing. People need to be able to live within the city, and too many folks are being priced out of Los Angeles. That means that more people are going to have to live outside the city. That means more people are going to have to be in traffic, which adds to the congestion and ruins our environment. So I really want to increase the amount of low rent and affordable and senior housing. People need to be able to live close to where they work and be able to shop near where they live. That's going to improve the quality of life. That also leads to a question about homelessness. Los Angeles is also the homeless capital of the country, and the 13th district faces tremendous challenges with dealing with homelessness. And so I believe that the problem needs to be looked at with comprehensive solutions, including building permanent supportive housing for the homeless, getting them mental health services, social services, physical health services, and get them back into society. We have to address those issues because that impacts our land values, that impacts the safety of our neighborhoods. It's an incredibly important issue that people have not talked about here in this city for a long time. Absolutely. Հենց նաև շատ կարևոր է պարոն Չոյը նշում է, որ այս տրանսպորտի հարցը նաև անդրադառնում է մյուս մեր խնդիրների վրա, որոնք սերտորեն էլի կապված են քաղաքի տարբեր խնդիրների հետ, եւ նա ասած դա նախ եւ առաջ պետք է ավելի այդ բարեփոխումները այնպես անել, որ Լոս Անջելեսը համարվում է ամբողջ այսպես աշխարհի ավտոմեքենաների մայրաքաղաքը, որը նա ասում է այդքան էլ ուրախանալու բան չի, որտեղ այդ խցանումները ուղղակիորեն անդրադառնում են մեր կյանքի վրա, եւ ասում է ես իմ ծրագիրն է նա, որ ես քաղաքային խորհրդում դա պետք է փոխեմ, մտնելուց հետո քաղաքային խորհուրդ իմ այսպես աշխատանքը պետք է կատարեմ, որ դա պետք է փոխվի այդ աշխարհի մայրաքաղաքը ավտոմեքենաների Լոս Անջելեսը որպես, բացի դրանից նաև իհարկե այս տրանսպորտի հարցը սերտորեն անդրադառնում է մյուս հարցերի վրա, ինչպես այսինքն տների վարձերի հարցը եւ այդ ամեն ինչը իրար հետ կապված է, նույնիսկ որոշ մարդիկ տներ են կորցնում, իրենք անտուն են դառնում, տունը իրենց կորցնում են, հոմլես ասած, եւ նա ասում է դա էլ է խնդիր ամբողջ քաղաքի համար, որ այս ամբողջը կապված է ի վերջո այս խցանումների Որն է լուծումը։ So what are the solutions? I mean, how can we Ճանապարհներ կառուցել, build new roads or թե քաղաքային տրանսպորտի ուժեղացնել։ increase, I mean, strengthen public transportation? So there's actually funding currently set aside for transportation. In 2008, Los Angeles County voters voted to approve Measure R. That's going to generate $40 billion worth of transportation funding over the next 30 years. That means that we're going to have a steady stream of funding to build public transportation over that time period. But the challenge is that
I don't want to wait for that. And I know everyone here in the city of Los Angeles doesn't want to wait. We have too much traffic now as it is. So there are ways to accelerate that transportation funding by going to the federal government saying, we have the money, it's coming to us, we need a little bit of help to get there. Let's accelerate that transportation, those transportation projects now. That's work that I've done already, and we need leaders that are going to be committed to that vision, because sometimes public transportation is something that, as much as it may seem surprising, some people don't want that. Some people don't want more public transportation because it may affect their neighborhoods, and we need people with vision about where we need to go as a city. That's where leadership comes into play. So the funding is there, but we need leaders that are going to say it is important enough to continue to expand that public transit. It is important enough to change the car culture here in Los Angeles, to incorporate bicycles and to create walking districts, areas where people can actually feel comfortable walking and spending money in our local neighborhoods. Absolutely. Այո, նախ եւ առաջ ասում եմ 40 միլիարդ դոլար հատկացվել է դաշնային իշխանության կողմից, բայց այդ ծրագիրները, որ պետք է իրագործվեն, շատ դանդաղ են իրագործվում։ Մենք պետք է դա ավելի արագացնենք եւ չի արվում համապատասխան ձևով, պատշաճ ձևով այդ աշխատանքները, որ այդ 40 միլիարդը միայն հատկացրել են, որ այս հանրային տրանսպորտը հզորացնելու, լավացնելու, բարեփոխելու համար չի արվում բավարար ձևով, եւ ասում եմ, ես պետք է ուղղակիորեն մասնակցություն ունենամ, որ դա ճիշտ եւ արագ ձևով արվի, որովհետեւ շատ դանդաղ է։ Բացի դրանից ուրիշ ծրագիրներ պետք է ես նորից այդ դաշնային իշխանությունից ներկայացնեմ, որ իրենք պետք է իրագործեն Լոս Անջելեսի հետ կապված, որտեղ իսկապես այստեղ խցանումները ահավոր մեծ խնդիր է բոլորիս համար, բնակիչների համար դա շատ վատ է բնականաբար, եւ ինքը դա նշեց, որ ասեց ես կոնկրետ պետք է մասնակցություն ունեմ, որ այն գումարները, որոնք հատկացվել են, դրանք ճիշտ ձևով հատկացվեն, որովհետեւ նա նույնիսկ նշեց, որոշ տեղերում կա թե ներկայացուցիչներ, թե նույնիսկ բնակիչներ, որոնք իրենք այդ հանրային տրանսպորտի համար ճիշտ իրենք նույնիսկ այդքան չեն ուզում, որ այդ հանրային տրանսպորտը ուժեղանա, ինչ պատճառով, իրաց նեղ շահերից ելնելով, որը սխալ է, որովհետև բոլորն են դրա պատճառով տուժում։ Նա ասում է, ես պետք է նաև աշխատեմ, որ դա բարեփոխեմ, բարելավեմ։ Այդ ուղղությամբ պետք է աշխատել։ Այսինքն, ամեն դեպքում մեծ քաղաքներում, այո, բնական առաջին հերթին բոլորը կարում են տրանսպորտի հարցը, որտեվ թե բիզնեսի տեսակետից է ինչ-որ աշխատանք հասցնելու, թե պարզապես երիտասարդները, որպեսզի հասցնեն ինչ-որ մի հատ քոլեջ կամ դպրոց, մի խոսքով տրանսպորտային հարցը բնական ամենակարևորներից մեկն է։ Բացի տրանսպորտային հարցից, այսինքն նրա իրատեսական, ուրեմն այդ հարցի լուծման իրատեսական մասնակցությունից ես կուզենայի, որ նա խոսեր նաև մեկ այլ հարցերի մասին, խոսքը գնում է հենց ոստիկանության առկայության մասին, որտեղ գիտենք, որ տարբեր թաղամասերում ոստիկանության քանակը, նույնպես քաղաքային իշխանությունները կարող են նպաստել, աջակցել այդ հարցին եւ փորձել վերահսկել, թե որքան է ոստիկանը ակտիվ եւ որքան է ոստիկանների քանակը տրվալ թաղամասում շատ կամ քիչ։ Դե շարունակում ենք համայնքական առավոտը, մի քիչ բարդ էր վաղ առավոտյան, պատկերացնում եմ մարդիկ արթնացել են եւ արդեն ծանրաբեռնում են նման հարցեր, բայց ամեն դեպքում խնդրեմ հարցը հնչեց ոստիկանության հետ կապված եւ մարդկանց ապահովության ապահով լինելու։ Ինչպես է նա այդ ծրագիրը։ So John, the question was actually, as I said, about cops, our security, safety on the streets. How do you feel about that? How can we improve that in terms of, having enough sufficient police force on our streets? Եվ առասարակ լավ կլիներ, որ ամփոփեր նաև միանգամից հարցեր էս արագ տան, որ ինքը միանգամից ամփոփի եւ կանաչապատման խնդիրները, եւ պուրակները, եւ դպրոցի ուրեմն շրջակայքում իրավիճակը եւ ապահովությունը, առասարակ մակրությունը եւ տեսքը քաղաքի։ Այո, and just basically at the same time, if John is asking another question, is also in terms of our streets, having clean streets, which is also kind of connected, having paved roads, very good roads, and all the infrastructure issues that we have in the district, in the city. So again, how can you actually address that? Right. Yeah. Right. So on the public safety issue, this is a major concern of mine, one of my top priorities. How do we continue to make our city safer? We actually have, across the city, record lows of crime, some of the lowest levels of crime that we've seen in about 60 years. Now, part of the problem is that many people still don't feel safe, especially in the 13th district.
And the reason for that is that we have actually more officers, we have for the first time in the city's history more than 10,000 officers. That's the highest number we've ever had. But what we've done is we've reduced the civilian workforce in the police department by so many folks. People have retired, and we've actually had to lay off several folks. What that's meant is that too many of those officers are actually sitting behind desks instead of out on the street on patrol. I want to change that. I want to regrow the civilian side and make sure our sworn officers are actually out on the streets patrolling, first of all. I think secondly, as far as the fire department goes, you know, the number of medical emergency calls for the fire department have tripled in the last decade. Most calls that are coming into the fire department now are not for fire service, although we have some large fires in the valley much further north of us that I'm very concerned about. But really most of the calls are for emergency medical services, and that relates to the crisis around healthcare, that not enough people have healthcare access now and are waiting until the very last minute to actually call 911 when something serious happens. Our fire department has been cut severely over the last several years. That makes me nervous because the difference between responding to an incident in 6 minutes or 9 minutes could mean someone's life. We have to regrow the fire department, and we have to have smarter deployment in the police department. Absolutely. Այո, նա ասաց, որ հստակ նախ եւ առաջ բավականին բան արվել է, որ ապահովությունը եւ ոստիկանության ավելի պատշաճ աշխատանքը ապահովելու համար, բայց դա բավարար չէ, որովհետեւ շատ-շատերը բնակիչները, որոնք բնակվում են այս 13-րդ ընտրաշրջանում, շատ-շատերը եւս դեռ իրենց այսպես պատշաճ ձևով ապահով չեն զգում։ Մեր հայրենակիցները, որոնք այս թաղամասերում բնակվում են, այս Little Armenian եւ այլն, արևելյան այդ Հոլիվուդի մասում եւ այլն, եւ ինքը ասաց, որ շատ կարեւոր է օրինակ ոստիկանությունը, արդեն շուրջ 10,000 ոստիկան կա ընդհանուր առմամբ, դա է քանակը Լոս Անջելեսում, բայց շատ-շատերը պարզապես այսպես գրասենյակային ոստիկաններ են, գրասենյակներում տարբեր բյուրոկրատական աշխատանքներ են անում, որը այդքան է ճիշտ չի, որովհետեւ պարոն Չոյը նշում է, որ ուզում եմ իրենց տեսնեմ իրենք փողոցներում, իրենք ապահովեն անվտանգությունը բնակիչների փողոցում եւ այդ հարցերով զբաղվեն, այլ ոչ թե մի քիչ այդքան բյուրոկրատական, այսինքն էլի այս բյուրոկրատիայի խնդիրը կա եւ փաստորեն նա նաեւ նշեց, որ նաեւ հրշեջները, որոնք սերտորեն կապված են ոստիկանության հետ, պետք է ավելի պատշաճ ձևով աշխատեն, նույն բարեփոխումները պետք է հրշեջների ուրեմն աշխատանքի հետ կատարվի, որոնք եւս շատ անելիք ունեն այս հարցերում, որոնք արագ այսպես ահազանգելու ժամանակ, երբ որ իրենց ասում են պետք է իրենք արագ գնան մի հատ դեպք է կատարվել, շատ ավելի դա պատշաճ արագ ձևով կատարվի, որը փաստորեն ինքը ասում է պետք է այդ աշխատանքը կատարեմ եւ ունեմ այս ծրագիրը, որը պետք է ոստիկանությունը, հատկապես ոստիկանությունը այս բարեփոխումները կատարի, ավելի շատ պետք է բնակիչը իրեն ապահովը զգա, երբ որ ինքը փողոց է դուրս գալի, ինքը չպետք է մտածի, որ ինքը մի հատ անապահով tեղ է եւ այդ տեսակետից ես շատ անելիք ունեմ, ասում եմ, այո. Խնդրեմ, եթե կանաչապատման հետ Yeah, and in terms of the infrastructure, the roads, the streets, you know, having clean streets, paved roads, nice roads, I mean, what can we do more, John? And what are some of the points that you have in the platform? Well, first of all, we need to change, we need to make it easier for people to access service, to ask for services. Many people don't know who to call. Many people don't know how to ask for their potholes to be filled or their sidewalk to be repaired or to get graffiti cleaned. And so the city needs to do a better job of using technology to actually inform people and be able to give people the option to request those services online. That's first of all. Second of all, right now the way that the city of Los Angeles provides those services is largely it's a political process. It is a decision that's made sometimes too often by the folks that yell the loudest, and that's not necessarily the smartest way to allocate resources that are very limited. I want to change that system. I want to say that these basic services like fixing roads, and we have some very, very bad roads in the city of Los Angeles. We have not funded sidewalk repair in years. We haven't funded tree trimming in years. That's a political process. Those are decisions that are made by council members. I want to remove the politics out of that process and say that every single year these services are going to be set aside, money is going to be put away to deliver these services so that when we do have a down economy like we're in now, those services are less impacted so that we can continue to make sure our neighborhoods are safe and clean. Yeah, absolutely.
այո, հենց պարոն Չոյը դա է ասում, որ պետք է մենք ավելի ուժեղացնենք կապը բնակիչների եւ այն պաշտոնյաների, ներկայացուցիչների եւ բոլոր այն անձանց, որոնք այդ ենթակառուցվածքային հարցերով են զբաղվում, լինի, այսինքն այդ նույն կանաչապատման հարցերով, մաքրելու փողոցներում, այսինքն այդ ասֆալտապատման աշխատանքների հետ, բարեկարգումների հետ, պետք է ավելի ակտիվ լինեն այն ներկայացուցիչները եւ այն պատասխանատուները, որոնք այդ գործերով են զբաղվում, բնակիչը պետք է իմանա իրենց դեմքով է ծանոթ լինի, իրենք պետք է իրեն անմիջապես հեռախոսահամարն է գրասենյակի իմանան, որ ուզած դեպքում ինքը հենց բնակիչը գիտի ով է այդ տվյալ փողոցի համար պատասխանատու այդ գործի համար, որ ինքը կարող է ուզած ժամանակ հեռախոսը վերցնի, կապնվի այդ մարդու հետ եւ ասի գիտես ինչ, օրինակ այստեղ մի քիչ չգիտեմ, ուրեմն ասֆալտապատման աշխատանք կա, չգիտեմ, բորդյուրը վնասվել է եւ այլն, խնդրում եմ եկեք եւ բնականաբար ինքը պետք է անմիջական արագ եւ բոլոր բնակիչները պետք է այդ անմիջական կապը ունենան այն պաշտոնյաների հետ, որոնք պատասխանատու են այդ գործերի։ Սովորաբար իրականության մեջ նման ուրեմն բաները հազվադեպություն են լինում, ու դառը փորձը վերցնենք Հայաստանի, տեղյակ եք, որ շատ դեպքերում մի շարք դեպուտատներ, падգամավորներ ընտրվելուց հետո նույնիսկ հեռախոսի համարն են փոխում եւ գրասենյակի համարը նույնպես դա ընդունված ավանդույթ է, այսպես ասենք, որոշ падգամավորների մոտ Հայաստանում։ Լավ է, որ այդ հարցը կարևորվում է, ինչու, որտեվ իսկապես մարդը իր ձայնը տալիս է, ընտրություն է կատարում տվյալ անձնավորությանը եւ իր ընտրությունից հետո նա պետք է լիարժեք պատկերացում ունի, թե ումից պետք է ինչ պահանջի։ Այս պարագայում կարծում եմ, եթե նման հարցը կարևորում են եւ գրասենյակը, այսպես ասենք, կտրամադրի, հույսով եմ, որ չէ իր խոստումին հավատարիմ կմնա, ինչեւ այստեղ ունեմ հեռախոսահամար, եթե կան ինչ-որ հարցեր, կուզենայի այդ հեռախոսահամարը հիմա ասել, որտեվ համոզված եմ, որ շատ հարցեր կան, որոնք ես պարզապես չեմ հասցնի հաղորդման շրջանակներում տալ, բայց ընտրությունը ձերն է, եթե ունեք որոշակի հարցեր տեխնացու հետ կապված նրա ծրագրերի, ես խնդրեի, որ այս հեռախոսահամարը գրեք, այն մարդիկ, ովքեր ակտիվ են եւ շահագրգռված են, ասեմ հեռախոսահամարը, խնդրեմ, զինվեք գրիչներով 81219 4902 Եվս մեկ անգամ կրկնեմ 81219 4902 Եթե ունեք հարցեր, խնդրեմ զանգահարեք, հույսով եմ այնտեղ ձեզ կպատասխան, ինչպես տեսնում եք, արդեն հեռախոսահամարը տվեցիք։ Լավ, անցնենք առաջ, այ Չոյը քաղաքական գործիչ է եւ նա ստիպված է շփվել ժողովրդի հետ, հանդես գալ, տալ հարցազրույցներ, բնական այդ ամեն ինչի համար պետք է մարդը նաեւ լինի կրեատիվ։ Այ մենք հիմա ունենալու ենք գովազդային ընդմիջում, ես կուզենայի, որ որպեսզի նա իր քարոզարշավի շրջանակներում, եթե նրան հարց տային, ինչու ընտրենք ձեզ, 1-2 նախադասությունով ոնց կպատասխաներ, ինձ դա շատ հետաքրքիր է, ոչ թե ամբողջական ցանկապատասխան, այլ 1-2 ուրեմն նախադասություն, ինչու ընտրել պարոն Չոյ ու դրա պատասխանը։ Եթերում համահայկական առավոտի ամփոփիչ մասն է եւ կուզենայի որպեսզի պարոն Ջոնը պատասխաներ այդ հարցին, թե ինչպես 2-3 նախադասությունով կնկարագրեի ինչու հենց նրան։ Yeah, so John, if they obviously, you know, it's a standard question that why should I vote for you? A voter, a resident of the district ask, you know, why should I vote for you? If you put it in a nutshell, in a couple of sentences, how would you actually answer that? Well, I think there are a couple of things. I have the experience, the background, the education to be an effective leader. I have a real vision for where we want to be as a city 5, 10, 15, 20 years from now. But most importantly, because I really appreciate the diversity of the city, and I decided to come and spend time here on this station to better understand the Armenian community as well as to better get my message out. So I'm committed to representing the Armenian community and all of the residents of the 13th district. So it's because of all those things I'm asking for your support and for your vote in the City Council. Այո, պարզապես շատ հստակ է պատասխանը, ունեմ փորձը, ունեմ այն պատրաստվածությունը եւ այո, այդ առաջնորդի կարողություններով օժտված եմ, դա ապացուցել եմ եւ պատրաստ եմ եւ շատ ասում է ուրախ եմ, հպարտ եմ, որ պետք է ներկայացնեմ 13-րդ ընտրաշրջանը այստեղի եւ ոնց որ ասած, այո, դա ասում է ես պատրաստված եմ եւ մեծ պատիվ է իմ համար ներկայացնելու։ Ինձ թվում է այդ առումով բոլոր
տեխնացուները գրեթե խոստումներ տալիս են աստվածօգտա, որ այն տեխնացու, որ ընտրվի, իրականում համապատասխանի իր ուրեմն ասացին, ամեն դեպքում պարոն Ջոնը արդեն տվեց հեռախոսահամար գրասենյակի, որպեսզի մարդիկ դիմեն, բայց ես կուզենայի մեկ այլ թեմայի մասին է խոսալ հաղորդման ամփոփիչ մասում։ Քաղաքական ընտրությունները դրանք միշտ տեխնոլոգիաներ են, դրանք մեթոդներ են եւ այդ ընտրությունների ժամանակ մարդիկ մտածում են շատ տարբեր մեխանիզմներ, որովհետեւ ձայները գրավեն։ Կա դրա եւ դրական եւ վատ կողմը, ինչ է անում նա եւ արդյոք տեղյակ է դրական եւ բացասական ուրեմն տեխնոլոգիաների մասին ընտրություններում ընտրախախտումներ իրականացնելու, ձայներ փախցնելու, կան նման բաներ, տեղյակ է նա եւ ինչպես է դա նայում այդ ամեն ինչին եւ արդյոք քաղաքային իշխանությունները այդ առումով վաղամսյոր անելիքներ ունեն, եթե ընտրվեն։ Yeah, so the question, John, is actually oftentimes in certain elections there's also different issues, unfortunately, as a side effect. Some votes get disenfranchised. There's unfortunately even some fraudulent activity, not improper activity, and certain voters, as I said, get disenfranchised. And there are other technical, but at the same time very important aspects and issues, that are also unfortunately part of campaigning. So, are you aware about that? Yeah, are you aware about that, and what can be actually done in terms of your work, obviously, as a candidate, as an important candidate, and what can even the citizen, the voter, do to make sure that his vote is counted and such irregularities don't take place? I firmly believe that the ability for people to make their voice heard through the elections process is a fundamental part of a democratic society and the society that we built here in the United States. The Armenian community must be a part of that process, and so I'm excited about the level of engagement, the number of voters who are participating. In fact, the Armenian community represents about 5% of the electorate overall in this district, but they are about 25% of the people who have voted so far, which is an outstanding number and a sign of the maturity and engagement of the Armenian community. However, what I am concerned about is that there have been a lot of we have found a lot of evidence that there have been misrepresentations about this elections, specifically to the Armenian community. In fact, right now the runoff. The election has myself and another candidate, Mitch O'Farrell, in the race, but we are continuing to hear records of evidence of claims that there is still an Armenian in the race. There is not an Armenian American in this race, unfortunately. There was one in the primary. He did not make it into the runoff. So there are false claims about an Armenian being in the race. There are also false claims that you need to support one of the candidates in order to help support the Armenian candidate, which is, again, not the case. There's evidence of ballots being taken from people's homes, which is illegal. There's evidence of people having their ballots filled out by someone else, which is generally illegal as well. And so these types of claims are obviously a very big concern because false information is being given to the Armenian community, and false information that may lead to massive voter fraud in this instance. And so it's really important for individual citizens to be educated about who is actually in the race. Again, there is no Armenian in the race, and about how important it is that people fill out their own ballots and make informed decisions based on what the actual truth is. Այո, ցավոք սրտի, այո, պարոն Չոյը նշում է, որ բավականին խնդիրներ կան այս տեսակետից, ինչպես ասեցի Ռոմանես ջան, իսկապես օրինակ նա նշեց, որ ապատեղեկատվություն կա հստակ, որ արդեն այս փաստորեն նախընտրական շրջանում կատարվել է, որը շատ սխալ է, եւ այդ ապատեղեկատվությունը նաեւ որ հայ համայնքին ասվում է, որ հայ տեխնացու կա այս ընտրապայքարի մեջ, իրականությունը դա չէ, հակառակորդը հայ չէ, հայ չկա, եւ անընդհատ սա այս ապատեղեկատվությունը տարբեր միջոցներով նա ասում է, պարոն Չոյը ասվում է, ինքը ասեց, ինքը շատ գոհ է հայ համայնքի ներկա մասնակցությունից, պետք է ավելի բայց ուժեղացնել, բայց ավելի լուրջ հարց է այս, որ այս խնդիրները կան, որ այս տեխնոլոգիաների մասին, որ դու ասեցի, որոնք շատ անգամ այդքան էլ ճիշտ ձևով չեն արվում կամ այսպես այս սև տեխնոլոգիաները կամ սխալ ապատեղեկատվությունները, որոնք տարածվում են, օրինակ նա կոնկրետ օրինակ բերեց, որ սա կրկնվում է եւ նույնիսկ ինքը ուրիշ օրինակներ է բերեց, որ
այդ քվեաթերթիկներ կամ տարբեր տեսակի քվեաթերթիկներ, որ ուղարկվել են տները, տնից քվեարկելու համար, դրանք են գալիս են, հավաքում են եւ եւս իրենց ապատեղեկատվություն է ասում, որ սա հայ տեխնացուի շնորհիվ համար է, պետք է մենք ընտրենք ձեր փոխարեն, բայց իրականության մեջ ասում է հայ տեխնացուն չկա ընտրա պայքարի մեջ, այսինքն այդ փաստորեն հակառակորդը տարածում է ապատեղեկատվություն շփոթացնելու համար համայնքին, բայց նա ասում է դա իրականություն չէ եւ սա լուրջ խնդիր է, կարեւոր հարց է, որ նման տեղեկություններ են, ապատեղեկություններ են տարածում։ And if I could just add something to that, what is most upsetting about this situation is that this is really the work of a few individuals who are really taking this opportunity to manipulate and take advantage of a community in particular of our seniors, people who do not speak English, are not as familiar with the elections process, and I think it's really offensive that this is happening, because it is quite frankly doing a disservice to the community, and it's really being done again by a few individuals who have their own self-interest in mind, and I think that's a shame. I think that's something that we have to point out, and this is a real opportunity to continue to educate the community about what their rights are, and I think that's the most important. I absolutely am someone who is committed to further engaging in the community, all immigrant communities in Los Angeles, and getting them to vote in greater numbers. I think that's part of the process, but I don't want that to happen in a fraudulent way, and I think people are taking advantage of this community. I think that's a shame. Այո, շատ արագ, այո, նա ասում է նաև սա մի քանի փաստորեն անհատներ են անում, որը շատ ցավալի է, այս ապատեղեկատվությունները տարածում են եւ կեղծիքներ են տարածում եւ հատկապես մեր տարեցներին, որոնք շատ անգամ իրենք անգլերեն բավականին չեն տիրապետում, այո, այս ապատեղեկատվությունը իրենց մոտ են տարածում, որոնք տեղեկացված չեն, ամենակիչ տեղեկացված են եւ չգիտեն եւ իրենց մեջ են հատկապես տարածում սա Եվ պարոն Չոյը ասում է շատ ցավալի է, որ իրանք այս ձևով այսպես մանիպուլյացիայի են ենթարկում համայնքը, հայկական համայնքը։ Դե ինչ, հանդիսանալով մեդիա եւ այս պարագայում մենք պետք է ցուցաբերենք մաքսիմալ օբյեկտիվություն, այսինքն կողմնակալություններ իրավունք չունենք որևէ անել, իմ կողմից ես շնորհակալություն եմ հայտնում, որ եկաք, thank you very much, welcome, եւ իմ կողմից ավելացնեմ, որ ամեն դեպքում ճիշտ կլինի, որպեսզի մարդիկ հնարավոր չափին շատ տեղեկանան ընտրությունների մասին, տեխնացուների ուրեմն ծրագրերի մասին եւ կատարեն ընտրություն, իսկ ամենակարևորը մասնակցեն ամեն դեպքում ընտրություններին։ Մաքսիմալ տեղեկացեք տեխնացուների մասին, նրանց ծրագրերի, փորձեք ընտրություն կատարել ոչ միայն սրտով, ոգով, այլ նաեւ կոնկրետ գործով եւ աղմուսրված ծրագրերով։ Ես շնորհակալություն եմ հայտնում հերոստատողներին եւ ձեզ ժամանակի համար հատկացված եւ շնորհակալություն կուզենայի հայտնել նաեւ մեր գլխավոր գործընկերոջ Cherry Beauty Skin Center-ին, զանգարեք 818-888-0001, շատ հեշտ է հոսամարը, տեղեկացեք նորությունների մասին եւ կարծում եմ, որ սա մեր վերջին թեման չի լինի քաղաքականության եւ տեխնացուների մասին, որովհետեւ մաքսիմալ փորձենք նաեւ ձեզ տեղեկացնենք այդ ամենի մասին։ Շատ շնորհակալություն։ Եվ իսկ մենք կհանդիպենք վաղը։ Thank you very much. Thank you.